Շարունակելով ընկերոջս խոսքը կասեմ, կդիմեմ դատական համակարգի աշխատողներին և ոստիկանությանը։ Այնպես է ստացվել, որ դուք գտնվում եք այսօր բարիկադների մի այլ կողմում, իսկ մենք ժողովուրդը, մենք այստեղ, մեկ այլ կողմում, բայց սա մեր որոշումը չէր, սա մենք չենք ուզում այդպես լինի, սա այն պատճառով է, որ դուք լուր համաձայնվում եք այն ապօրինությունների հետ, որ կատարվում է այսօր Հայաստանում, այդպես չի կարող լինել, ժողովուրդ, մեզ իսկապես միակ փրկությունը մեր միասնականությունն է, ես իսկապես հավատում եմ, որ միասնական ուժով են կարողանալու ի վերջո ժողովրդավարությունը հաստատել Հայաստանում, ես հարց եմ ուզում հղել, եթե վաղը այստեղ փոքրիկ խմբակի ղեկավարը հրամայի, որ պաշտպանեք մի ադրբեջանցու, արդյոք անելու եք դա, արդյոք չկան որևէ կարմիր գծեր ձեզ համար, արդյոք կարմիր գիծ չէ, որ այսօր այս շենքում դատվում է մեծ հայորդին, որ այսօր կալանավորված են, մեր սրբազանները, արդյոք սրանք կարմիր գծեր չեն, որի հետ դուք լուր համաձայնվում եք, չկա արդարացում այլևս սրան, չկան, բոլոր կարմիր գծերը հատվել են արդեն, և վերջում, իմացեք, մենք պարզ ժողովուրդ ենք այստեղ հավաքված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում, ովքեր ասում են, որ հաշտ չեն այն բռնապետության հետ, որ հաստատվել է այսօր Հայաստանում, ժողովրդավարության դրոշակը ձեռքին են այս իշխանությունները եկել, իսկ այսօր ինչի է վերածվել Հայաստանը, բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով, մենք հաշտ չենք սրա հետ, ազատություն,